ծառայությունը կողջունվի։ Հերթագրված պատգամավորներ չկան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Նուրբեկյան, չեք տեսնում, հարցի քննարկումն ավարտվեց։ Այժմ քննարկում ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Հիմնական զեկուցող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյան, մինչև 30 րոպե ժամանակ ունեք, պարոն Մեսրոպյան, համեցեք։ Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ կարգավորման ոլորտը հանձնաժողովի բավականաչափ ընդգրկուն է եւ բազմավեկտոր, ներառելով երկրի տնտեսության ենթակառուցվածքների զգալի մասը, ինձ հատկացված ժամանակահատվածում ես կանդրադառնամ 25 թվականին իրականացված աշխատանքների առավել կարևոր եւ առանցքային հատվածին, կփորձեմ 10-15 րոպեում սահմանափակվել։ Սահմանադրաիրավական պահանջին, միջազգային փորձին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ՍԵՊԱ-ի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված հանձնառություններին համահունչ 25 թվականին հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել ԱՄՆ միջազգային գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի եւ Համաշխարհային բանկի կողմից մշակված էլեկտրաէներգետիկայի մասին եւ վերականգնող էներգետիկա եւ էներգախնայողության մասին նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց ընդունումը Եվրոպայի միության դիրեկտիվների պահանջների հաշվարկմամբ սկիզբ կհանդիսանա էներգետիկայի բնագավառում բարեփոխումների երրորդ փուլի համար։ Բարեփոխումների այդ փուլի ընթացքում կդիտարկվեն լիարժեք մրցակցային շուկայի ձևավորման հնարավորությունները։ 2025 թվականին լրամշակվել են էներգետիկայի բնագավառի կարգավորմանն ուղղված հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, ինչպիսիք են էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկաների առևտրային կանոնները, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման եւ բաշխման ցանցային կանոնները, էլեկտրաէներգետիկական եւ գազամատակարարման համակարգերում սակագների հաշվարկման մեթոդիկաները, էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող հանրային կազմակերպությունների գնումների նկատմամբ պահանջները եւ այլն։ Հարգելի պատգամավորներ, 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Շուկայի մեկնարկից 4 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում շուկայի ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրական էներգիայի մասնաբաժին էականորեն ավելացել է։ Մասնավորապես, եթե մեկնարկի առաջին տարվա 22 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3%-ը, 23 թվականին արդյունքներով 20.1%-ը, 24 թվականի արդյունքներով 27.8%-ը, ապա 25 թվականի արդյունքներով այն արդեն կազմել է 33.2%։ 25 թվականի ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգի 6-10 կՎտ լարման սպառողները շուրջ 474.5 միլիոն կՎտ սպառման ծավալով մուտք են գործել ազատական շուկա։ Պետության կողմից տրամադրվող երաշխիքից հրաժարվելու եւ ամբողջությամբ մրցակցային տիրույթում գործելու պայմանով 25 թվականի արդյունքներով հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 21 տնտեսվարողներ, որոնց ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 14 միլիարդ դրամ։ Հաշվի առնելով գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները, գազամատակարարման համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների փոփոխությունները 25 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագները։ Միևնույն ժամանակ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ դրանք մնացել են անփոփոխ։
Հաշվի առնելով էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների սակագների հաշվարկման մեթոդիկան, պետություն մասնավոր գործընկերության պայմանագրերի ու լիցենզիաների պայմանների դրույթները 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 27 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերի իրականացման ժամանակացույցերը, արտարժույթի փոխարժեքների փոփոխությունները, 2025 թվականին իրականացված կապիտալ ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությունը և էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները, հանձնաժողովը 2025 թվականի տարեվերջին վերահաշվարկել է սակագնային կարգավորման ենթակա արտադրող խոշոր կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի, հզորության, ծառայությունների մատուցողների կողմից մատուցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, շուկայի օպերատորի, էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայությունների սակագները, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման վճարները, Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժան և վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունների մատուցման սակագները։ Այստեղ ևս էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման արդյունքում սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել և դրանք մնացել են անփոփոխ։ 25 թվականի ընթացքում հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակում էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներ են իրականացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր, Գազպրոմ Արմենիա, Contour Global Hydrocascade, Միջազգային էներգետիկ կորպորացիա, Հաշվարկային կենտրոն, Հայկական ատոմային էլեկտրակայան, Բարձրավոլտ էլեկտրացանցեր, Երևանի ջերմաէլեկտրակենտրոն և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր Փակ բաժնետիրական ընկերությունները։ Կարգավորվող ընկերությունների կողմից իրականացված ներդրումային ծրագրերի շրջանակում 2025 թվականին ավարտված և շահագործման հանձնված ներդրումային ծավալը կազմել է շուրջ 52 միլիարդ դրամ։ Բացի այդ, Հայկական ատոմային էլեկտրակայան և Բարձրավոլտ էլեկտրացանցեր Փակ բաժնետիրական ընկերությունները ներդրումներ են իրականացրել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ վերջինիս երաշխիքով միջազգային ֆինանսական կառույցներից ստացված վարկային ծրագրերի շրջանակում։ Հարգելի պատգամավորներ, վերականգնվող էներգետիկայի զարգացումը և դրա միջոցով հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է հանձնաժողովի գործունեության առանցքում։ 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 հիդրոէլեկտրոկայաններ, ևս 20-ը գտնվել են կառուցման փուլում։ Գործող փոքր հիդրոէլեկտրոկայանների գումարային հզորությունը կազմել է 403 մեգավատ, իսկ կառուցվող փոքր հիդրոէլեկտրոկայաններինը 38 մեգավատ։ Արևային էներգետիկայի մասով հանրապետությունում գործել են 100 արևային էլեկտրակայաններ, ևս 42-ը գտնվել են կառուցման փուլում։ Գործող արևային էլեկտրակայանների գումարային հզորությունը կազմել է 448 մեգավատ, իսկ կառուցվող արևային էլեկտրակայաններինը 183 մեգավատ։ Հողմային էլեկտրակայանների մասով հանրապետությունում գործել են 4 հողմային էլեկտրակայաններ, ևս մեկը գտնվել է կառուցման փուլում։ Գործող հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը կազմել է 4.2 մեգավատ, իսկ կառուցվող հողմային էլեկտրակայանի հզորությունը 3.9 մեգավատ։ Հարկ է նշել սակայն, որ վերը թվարկված ցուցանիշները վերաբերվում էին էլեկտրական էներգիայի լիցենզավորված արտադրությանը, իսկ վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգետիկ անկախության ապահովման համատեքստում տարեցտարի ավելի նշանակալի է դառնում նաև ինքնավար էներգոարտադրության դերը հանրապետությունում։ 2025 թվականի տարեվերջի դրությամբ բաշխման ցանցին միացված ինքնավար էներգոարտադրողների քանակը գերազանցել է 50,000-ը, իսկ վերջիններիս համակարգերի ընդհանուր հզորությունը գերազանցել է 640 մեգավատը։
Այս պահի դրությամբ այդ ցուցանիշը արդեն հասնում է 700 մեգավատի։ Հարգելի պատգամավորներ, Veolia ջուր փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագների ճշգրտման մեխանիզմների համաձայն սակագները յուրաքանչյուր տարի ենթակա են ճշգրտման, հաշվի առնելով մանրածախ ջրամատակարարման ծավալների փոփոխությունը, սղաճը, ընկերությանը մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխությունը, ինչպես նաև ջրային համակարգի այլ նպատակներով օգտագործելուց եւ խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցումը։ Հաշվի առնելով սակագների վրա ազդող վերը թվարկված գործոնները եւ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացված մոնիտորինգի արդյունքները 2026 թվականի համար խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները մնացել են անփոփոխ 2025 թվականին փաստացի գործող գների հավասար։ Հանձնաժողովը 2025 թվականին շարունակել է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումներն ու ոլորտի զարգացման ուղղված նոր իրավակարգավորումների կիրառումը։ Հայաստանի Հանրապետության շարժական կապի ծառայությունների շուկայում գործում են 3 օպերատորներ՝ Telecom Armenia, Viva Armenia եւ Ucom ընկերությունները։ Շարժական կապի բաժանորդների թվականակը 25 թվականի տարեվերջին կազմել է 4.151.192 նախորդ տարվա համեմատ աճելով 66.792 բաժանորդով։ Շարժական լայնաշերտ ինտերնետ բաժանորդների թվականակը 2025 թվականի տարեվերջին կազմել է 3.550.621 նախորդ տարվա համեմատ աճելով 291.458 բաժանորդով կամ 8.94%-ով։ Հայաստանի Հանրապետությունում գործում է հանրային ամրակցված կապի 202 լիցենզավորված օպերատոր, որից 170-ը մարզերում եւ 32-ը Երևանում։ Ընդհանուր ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվականակը 2025 թվականի տարեվերջին կազմել է 624.985 բաժանորդ, տարվա համեմատ աճելով 21.025 բաժանորդով կամ 3.5%-ով։ 25 թվականին հանձնաժողովը ներկայացվել 3460 դիմում բողոք, որոնցից 1906-ը 55%-ը գրավոր, իսկ 1554-ը 45%-ը բանավոր եղանակով։ Ներկայացված հաշվետվության հավելվածում ավելի մանրամասն այս ցուցանիշների մասին ինֆորմացիա կտրված, թե դիմումների որ մասն է բավարարվել դրական, որ մասն է մասնակի բավարարվել, որ մասով է իրազեկում արել եւ որ մասն է որ չի բավարարվել։ Սպառողներին առնչվող խնդիրների շարքում իր կարևորությամբ առանձնանում են կարգավորվող ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների ապահովումը, որոնք սահմանված են հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերով։ Նշված ցուցանիշների խախտման համար 25 թվականի ընթացքում մատակարար կազմակերպությունները բաժանորդներին վճարել են դրամային հատուցումներ, մասնավորապես էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը թվով 190.152 բաժանորդի վճարել է 382.86 միլիոն դրամ տուժ, իսկ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Veolia ջուր փակ բաժնետիրական ընկերությունը թվով 1454 բաժանորդի վճարել է 2.16 միլիոն դրամ տուժ։ Հարգելի պատգամավորներ, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն էներգետիկայի բնագավառում կառավարության լիազոր մարմնի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից 2025 թվականի հուլիսի 15-ին հանձնաժողով ներկայացված հաղորդագրման հիման վրա
Հանձնաժողովի նախագահի 2025 թվականի հուլիսի 18-ի վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ եւ նշանակվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական հանգամանքների արդյունքում Հանձնաժողովի 25 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 377A որոշմամբ դադարեցվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով։ Հանձնաժողովն իր գործունեության հրապարակայնությունը ու թափանցիկությունը ապահովում է զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի, սոցիալական ցանցերի, հարթակների եւ այլնի միջոցով։ Այս ուղղությամբ հանձնաժողովի ձեռնարկած քայլերը կրում են հետևողական բնույթ եւ միտված են հարության շրջանակում կառույցի դերի վերաբերյալ տեղեկատվության ընդլայնմանը եւ վերջինիս նկատմամբ վստահության բարձրացմանը։ 2025 թվականի ընթացքում հանձնաժողովը համագործակցել է նաեւ միջազգային կազմակերպությունների եւ այլ երկրների կարգավորող մարմինների հետ։ Հանձնաժողովի գործառույթների շրջանակում միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու եւ դրա գործնական կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար։ Վերջում ներկայացնեմ նաեւ հակիրճ տեղեկատվություն հանձնաժողովի տարեկան բյուջեի ձևավորման եւ հանձնաժողովի գործունեության արդյունքում 2025 թվականին պետական բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ։ 2025 թվականի հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 191.2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102.7 միլիոն դրամը, իսկ տարբերությունը 88.5 միլիոն դրամի չափով վերադարձվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվել է շուրջ 13 միլիարդ դրամ, որի հիմնական մասը շուրջ 9.7 միլիարդ դրամը կազմել են ռադիոհաճախականությունների օգտագործման եւ թույլտվությունների տրամադրման գծով մուտքերը։ Նշված ցուցանիշներում ներառված են նաեւ հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող անձանցից գանձված լիցենզիայի տուրքերը 382.3 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ հանձնաժողովի իրավական ակտերը խախտելու համար կարգավորվող անձանց կողմից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարները 227.4 միլիոն դրամի չափով։ Հաշվի առնելով ժամանակային սահմանափակումը թույլ տվեք այսքանով ավարտել խոսքս հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի 25 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ամփոփված է հանձնաժողովի 25 թվականի գործունեության հաշվետվությամբ, որտեղ ըստ կարգավորող ոլորտների ներկայացված են վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան, պարոն Մեսրոպյան, եզրափակիչ ելույթի կարիք չեք տեսնում, հավանաբար չեք տեսնում, հարցի քննարկումն ավարտվեց։